Ամենազավեշ տալին նմանատիպ իրավիճակներում այնա որ այդ խնդիրն ունեցող մարդիկ գիտեք հաճախ ինչ են ասում, դե բժիշկ ջան ասում է տենց լինում է բան անում, ճաքերը առաջանում, չգիտեմ, վերքերը առաջանում, մի քանի օր դադար եմ տալիս, լավանում են, հետո նորից հարաբերություն եմ անում, նորից տենց հալնում, հետո նորից դա այն որ լսում ես չես կարում հասկանալ, սա տենց ոնց կարա լինի։ Հասկանում եք, դա նորմալ չի։ Այսինքն ոնց եք դուք պատկերացնում, ամեն հարաբերությունը դառնում է մի հատ երեքա պատմություն, որից հետո ձեզ պետք է լինի մի առ ժամանակահատին դադար, մինչև խելքի գաք, նոր ունենաք հաջորդ հարաբերությունը, անթույլատրել են նմանատիպ իրավիճակները։ Անթույլատրել են եւ խիստ կասկածելի դրանց դեղորայքային բուժման տարբերակները, խնդրում եմ չվախենալ, չահաբեկվել, երբ որ լինում են տես դեպքեր, ես ասում եմ դեղորայքային տարբերակ այս պարագայում անէֆեկտիվ է, միանգամից վատանում մտածում են վիճակն ինչ ահավոր է, չէ, վիճակն ահավոր չի։ Մենք ուղղակի ունենում ենք քրոնիկական բալանոպոստիտի դեպքեր, երբ դեղորայքային բուժումը անէֆեկտիվ է։ Բնականաբար առաջներ տարվում են, ինչ խոսք, պետք է արվեն հետազոտությունները համապատասխան, պետք է փորձենք անալիզներով հասկանալ ոչ միայն սեռական օրգաններում եղած խնդիրները, որպես այ նմանատիպ իրավիճակներում պետք է ուշադրություն դարձնել նաև այլ օրգան համակարգերի վրա, մասնավորապես այրան հետ կապված որոշակի հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ այլն, որտեղ դրանց դեպքում նույնպես մենք կարող ենք ունենալ սեռական օրգաններում այսպիսի իրավիճակ։ Եվ բացառելով այլ պատճառները եւ ունենալով ամբողջ ինֆորմացիան մեր ձեռքի տակ, մենք պետք է մտածենք բուժման պլանը։ Եթե եղած հետազոտությունները թույլ են տալիս նշանակել դեղորայքային բուժում, թույլ տալը վերաբերում է նրան, որ բժիշկը մասնագետի ինչ սպասելիքներ ունի, սա շատ կարևոր է, հասկանում եք, լինում են իրավիճակներ, երբ որ ես հետազոտությունները անում եմ, արդյունքները դնում եմ, համեմատություն անում եմ, մարդու խնդիրն եմ նորից նայում, ինչ խնդրով է ինքը եկել է, փորձում եմ հասկանալ, ունեք ինչ սպասելիքներ, անձամբ ես մասնագետ եմ, ինչ սպասելիքներ ունեմ բուժումից։ Եթե ես զգում եմ, որ այդքան մեծ սպասելիքներ չունեմ դեղորայքային բուժումից, ես միշտ պացիենտի հետ քննարկում եմ այդ հարցը, ասել եմ, որ հարգելի պացիենտ, խնդիր չկա, էլի նշանակեմ բուժումը, բայց մի տեսակ ինչ որ չեմ սպասելիքներ չունեմ։ Ու առավել եւս պետք է հաշվի առնել այն բոլոր դեպքերը, երբ որ մարդն արդեն մի քանի անգամ բուժված է գալիս։ Սա էլ է մեծ խնդիր։ Ամեն անգամ ինչքան կարելի է 0-ից կրկնել անալիզները։ 0-ից կրկնել, չէ։ Սա այդքան տենց ես կողմնակից չեմ նմանատիպ բաների։